Եվ այսպես Գարեգին երկրորդը հակահարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին, Ռեջեփ Տայիպ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին։ Հարգելի ընկերներ, այն ինչի մասին մենք այսօր էլ բավականին երկար խոսեցինք եւ այն ինչի ականատեսը մենք դառնում ենք վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում, սա ոչ միայն ներքաղաքական պայքար է, սա ոչ միայն աշխարհաքաղաքական պայքար է, սա փիլիսոփայական պայքար է, եթե կուզեք, սա գաղափարական պայքար է, սա քաղաքակրթական պայքար է, որովհետև այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, այն ինչ Նիկոլ Փաշինյանին դրդում են կամ ինչում աջակցում են Նիկոլ Փաշինյանին Թուրքիան եւ Ադրբեջանը, բացի ամեն ինչից ունի նաեւ քաղաքակրթական էլեմենտ, որովհետև արվում է ամեն ինչ, որպեսզի աշխարհում գործող ամենահին ինստիտուտներից մեկը, որը հազարամյակներ, կարող ենք նույնիսկ այսպես ասել, պահպանել է հայությունը, պահպանել է մեր կապը Սփյուռքի հետ, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ աշխարհաքաղաքական ժառանգությունը ոչնչացվի, բայց միևնույն ժամանակ մենք կարող ենք ականատես լինել նրան, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Գարեգին երկրորդը, օրինակ ի տարբերություն նախորդ իշխանությունների, ակնհայտորեն դիմադրում է Նիկոլ Փաշինյանի հարձակումներին եւ հիմա եկեք մի փոքր ավելի մանրամասն այդ դիմադրության մասին խոսենք։ Ինչի ականատեսը մենք եղանք, հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում։ Անցյալ շաբաթ մենք բոլորս տեղեկացանք, որ դեկտեմբերի 10-ին եւ 12-ին փաստացի արտակարգ ժողով է լինելու, արքիեպիսկոպոսների ժողով է լինելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, ինչը տրամաբանորեն հուշում էր, որ անկախ այն ճգնաժամից, որ իշխանությունները, քաղաքական իշխանությունները Հայաստանի, որոնք սահմանադրորեն չպետք է խառնվեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը, իրենք փորձում են ստեղծել ճգնաժամ, բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարժվելով կանոնագրքով, շարժվելով կրկին ասենք ամենահին ինստիտուտներից մեկն է աշխարհում, այդ ինստիտուտի գոյության տրամաբանությամբ շարժվելով իրենք ժողով են հրավիրել, որը տեղի ունենալու դեկտեմբերի 10-ից 12-ը եւ եպիսկոպոսները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի Գարեգին երկրորդի գլխավորությամբ մի շարք հարցեր են քննարկելու վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում զարմանալի չի լինի, որ այդ քննարկումից հետո որոշ եկեղեցականներ օրինակ կարգալույծ ավեն, բայց եկեղեցուն խորհուրդներ չտանք, պարզապես սպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու վերջնարդյունքում։ Եվ եւս մի կարևոր դրվագ, հարգելի հեռուստադիտողներ, հայտնի դառավ, որ ամսի 10-ին 12-ին այդ ժողովն է լինելու Էջմիածնում։ Մենք էլ այսօր ինչի ականատեսը եղանք, որ 28 եպիսկոպոս բարձրաստիճան հոգևորական հայտարարություն են տարածել, որով իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Գարեգին երկրորդին։ Եկեք նաեւ մի փոքր ետ գնանք եւ վերհիշենք, սա անպայման միշտ պետք է նշել, թե ինչից այս ամեն ինչը սկսվեց։ Սույն թվականի մայիսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Գարեգին երկրորդի ղեկավարությամբ Շվեյցարիայում համաժողով է իրականացնում։ Համաժողովի շրջանակներում Գարեգին երկրորդը ելույթ ունենալով անդրադառնում է նրան, թե ինչպես են ադրբեջանցիները պետական մակարդակով ոչնչացնում հայկական պատմամշակութային հետքը Արցախի հանրապետությունում, ինչպես նաև խոսել է այն մասին, որ հայերը ունեն եւ ունենալու են իրավունք վերադառնալ իրենց պատմական հայրենիք։ Դրանից հետո ի հայտ է գալիս Ադրբեջանի այսպես կոչված հոգևոր առաջնորդ Ալլա Շուքուր Փաշազադեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անվանում է ռևանշիստական կառույց եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ մեր եկեղեցիները չուլաններ են, որ պետք է պայքարել եկեղեցու վերականգնման, վերակառուցման, լավարկման համար, ու դա իրականում անում է ամենավարկաբեկված եկեղեցականներով, որոնց մասին իր ընտանեկան թերթը տասնամյակներ շարունակ տարբեր տիպի հոդվածներ է գրել։ Նիկոլ Փաշինյանը նաև ինչ է փորձել արել, դրա նույն քայլերն է ձեռնարկել, որոնք ժամանակին Արցախում էր նա ձեռնարկել եւ վերջնարդյունքում իհարկե հասավ Արցախի լուծարմանը, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցու պարագայում դա չի ստացվում։ Ինչի մասին է խոսքը, նա փորձում է ներսից պառակտել։ Ամենավառ դրսևորումներից մեկը եղավ այն, որ մի շարք հոգևորականներ, մինչև 10 եպիսկոպոս հոգևորական հայտնի հայտարարությունը ստորագրեցին, որով կոչ էին անում Գարեգին երկրորդին անհապաղ հրաժարական տալ, ինչպես նաև այդ հայտարարության տարածման գրեթե նույն օրը իրենք հանդիպում են այդ հոգևորականները Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերահաստատում են իրենց պահանջը առայն, որ Գարեգին երկրորդը հրաժարական տա։ Բայց այս պահի դրությամբ, կրկին ասենք, այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ նրա հոգեվոր առաջնորդը ետ քայլ չեն կատարում։
պայքարում են ընդդեմ այս բռնաճնշումների ավելին մենք տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի իշխանությունները իրենց աշխարհակահաղական հովանավորները չկարողանան հասնել իրենց նպատակին։ Այսինքն հավաքվեցին եպիսկոպոսների ստորագրությունները ամսի 10-12-ի ժողովից առաջ եւ հիմա Գարեգին II-ը ինչ որոշում էլ կայացնի, ում նկատմամբ էլ որոշում կայացնի ամսի 10-12-ին, դա լինելու է լիակատար լեգիտիմ որոշում եւ նա կարող է արդեն հղում անել եպիսկոպոսների ստորագրություններին, կրկին ասենք 28 եպիսկոպոս ստորագրություններ են դրել եւ վերջում նաեւ նշենք հետեւյալը, սա իսկապես արժանի է առանձին հատվածով կրկնության։ Հարգելի դերձողներ, յուրահատուկ ինստիտուտ է Հայ առաքելական Սուրբ եկեղեցին 2022 թվականից սկսած Ռուսաստանը եւ Ուկրաինան պատերազմական գործողությունների մեջ են, բայց մեր թե Ռուսաստանի թեմը, թե Ուկրաինայի թեմը աջակցել են Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն Գարեգին II-ին, որովհետեւ այնտեղ շատ լավ հասկանում են, որ խնդիրը աշխարհակահաղական է, խնդիրը ուղղված է նրան, որ Հայաստանը դադարի գոյություն ունենա ներկայիս սահմաններում, իշխանությունները ինչ են ասում, իրենք ասում են 4-րդ հանրապետություն են կառուցում, իսկ Ադրբեջանից էլ ասում են, որ դա պետք է լինի ոչ թե 4-րդ հանրապետություն, այլ արևմտյան Ադրբեջան։ Եվս մի կարևոր դրվագ, շատ լավ հասկանում են, որ իշխանությունները աշխարհակահաղական հովանավորների շնորհիվ փորձում են անել ամեն ինչ, որպեսզի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերածվի Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու պարփակված լինի 29842 կիլոմետրով, դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց կրկին ասենք, այնքան յուրահատուկ կառույց է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի թեմերը կարողացել է միավորել պատերազմական իրավիճակում։ Մտածեք այդ մասին։